Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, YouTube-յան ալիքի շատ հարգելի հետևորդներ, եթերում Սև ու Սպիտակն է։ Գներ Սարգսյան, Գագիկ Մկրտչյան, Ինչպես ես։ Ես լավ եմ, դու ասա։ Աշխատավոր անձնավորություն։ Աշխատավոր, լսի, դուրդ եկավ շքերթը։ Ասա որ տես բան չէր տեսել։ Ոչ միայն դուրս եկավ։ Ես երեք դրա մասին խոսել եմ, միջայլոց թե հաղորդման ժամանակ թե YouTube-յան իմ կանալում։ Ես թվում է դե իհարկե այնտեղ դեռ շատ կարա բացվի, որովհետև եկող տարի հերթ են կանելու կամպանիաները։ Նես թեմայեր ընտրված ու նես ձևով էր ընտրված, որ ինքը շատ բացվելու տեղ ունի ու զարգանալու տեղ ունի, միդիալական է։ Ու գիտես ամենալավը որն է, դրա տակ դրված գաղափարախոսությունը, այսինքն, այս արտադրողը ինքը յուրատեսակ ձևով, հա, յուրատեսակ ձևով նաև ներկայանում է ժողովրդին, չէ՞, ինքը հաշվետվություն է տալիս։ Կարելի է ասել, սպասարկման ոլորտում ամեն ինչում ինչ կլինի։ Ու ամեն տարի, այսինքն տարվա կտրվածքով ինքը պիտի իր անունը պահի, բարձր պահի, իսկ բարձր կարան պահի մենակ ազնիվ աշխատանքով ու լավ սպասարկումով, ու որ կարողանա հաջորդ տարի այն հանրության ծափերին արժանանա։ Այսինքն դառնա ինքը ժողովրդինը։ Նայ, մասնավոր բիզնեսը դառնա ժողովրդինը։ Դու ջոկեցիր, որ սա կառնավալ էր։ Հա, գաղափարը իրա հայկական կառնավալ, ընդ որում աշխարհում երբևիցե ես ուսումնասիրեցի բրենդների, կամպանիաների շքեր չի եղել։ Իմ կարծիքով ես դրա համար էլ երեք դրա մասին մտածում ու բարձրաձայնում եի, ասում եմ իմ կարծիքով սա կտանեն։ Այս սա կդառնա աշխարհում ինչ որ մի բան։ Որովհետև ասենք նայում ես, չգիտեմ, ասենք դիցուկ կաթի արտադրության ընկերությունը այդ կաթի։ Հա, գյուղատնտեսական բաներից սկսած, վերջացած բանկերից, բան։ Ընդ որում ասենք լուրջ բանկը, շատ լուրջ ներկայության բանկերը։ Չէ՞ որ իրանց իմիջն է էդի նաև։ Ու այնտեղ փոքր կլներ, մեծ կլներ կարողանում էին ներկայանալ։ Ես չգիտեմ ֆինանսական վճարը բանը ոնց է եղել, ասենք դե իմ կարծիքով ինչ որ մի գումար պիտի վճարած լինեն ներկայանալու համար, թե չէ։ Կարող է եւ չէ։ Հա, կարող է եւ չէ։ Հետո սա նաև հավելյալ բան է բերելու հետագայում։ Նախամայիս 1-յան, ընդ որում դու ուշադրություն դարձրեցիր, նաև որ օգտագործել էին այն հագուստները, բրենդների տեսքով, հա, անունը չեմ տալի, հանքային ջրի այդ բաների տեսքով, շշերի տեսքով, ձվիկների տեսքով, հավերի տեսքով եւ այլն, կրեատիվ է շատ։ Այ հենց այդ դրա վրա է տանում, կրեատիվ բառն է մոռացել։ Ուրեմն խնդրեմ, օգտագործի։ Սա կբերի դրան, որ մայիսի 1-ը չի սահմանափակվի մայիսի 1-ով, այլ կլինեն նախամայիս 1-յան պատրաստություններ։ Իհարկե։ Ու այդտեղ էլ դիզայներներ, էլ ստեղծագործ մարդիկ, էլ դերասաններ, էլ երգիչներ, էլ երիտասարդներ, էլ ինչի՞ չէ, այդ բաները արհեստավորներ, ովքեր այդ ամեն կարի արտադրամասը, այսինքն մի քանի օր առաջվանից ինչ որ աժուտաժ կսկսի։ Այսինքն Բրազիլիայում այն ամեմի փողոցը ինքն է պատրաստվում, չէ՞, իրանց այն կառնավալին, իրանց հագուստներով, պարային համարներով։ Այ մոտավորապես այդպես, բայց այսինքն է որ ասում եմ դեռ ինքը շատ բացվելու տեղ ունի, բացվելու է, մասնակցությունն էլ է մեծանալու։ Հետո գիտես, այս ձևով քանի որ առաջին անգամն էր, ինձ թվում է հաջորդ հետո հնարավորությունն է դա որ քաղաքացին մոտենա այն կամպանիային, ով իրան այդ տարի քաշել է։ Ընդ որում նաև ես մի բան էլ ասեմ։ Երբ հանգիստ մոտենա, ասի դուք։ Էսի հուշում մասնակիցներին եղբայր եկող տարի որ գալիս եք, ասենք մի քանի արկղ ձեր արտադրանքից բերեք, ընդունված բան է։ Հատկապես բանկերը, հատկապես։ Լավն է։ Պատկերացրու։ Մի քանի արկղ բերեք, ժողովուրդը, ասենք անվճար քարտեր։ Հա, ինչ որ ակցիաներ անեն, ինչ որ ակցիաներ, կամ ասենք այն մեկը իր կատնամթերքից, այն մեկը իր ասենք հանքային ջրից։ Կարող են նաև ելույթի փոքրիկ հնարավորություններ ունենալ։ Կամ ասենք ինչ որ մեկը երբ որ ներկայացնում է, որոշակի համառոտ տեքստ իրանց կողմից տրամադրված
Հայտարարի։ Դե գիտես Հրապարակ են մտնում, բայց լավ կլինի որ այդտեղ էլ կրեատիվ մոտեցում ցուցաբերեն, ասենք սա շատ չլրջացնեն, այլ բանի նման չլինի, հա, այդտեղ էր մի քիչ հոտ գալիս սովետի, բայց այդ էլ տրադիցիա է, պահպանել են, բայց ես փնտրում եի, ասում եի, տեսնես կլնգողներ կլնեն, ու գթա, կլնգողներին գթա, հա, եւ ինչու՞մ, այնտեղ կար տաքսի ծառայություն, որ շատ սիրուն էր կազմակերպել, ու գրեցին, բայց դուք տեսաք, որ վարորդները, առաքիչները հայեր չէին, հնդիկները, հա ինչ անենք, որ հնդիկներ էին։ Չէ, նախ տես ցանկացած մեկը, որ գնում է արտագնա աշխատանքի, ինքը տեղավորվում է աշխատանքի ուրիշ երկրում այն ոլորտներում, որոնք որ բաց են տվյալ երկրի քաղաքացիների կողմից։ Հիմա, եթե շատ քիչ են ազգությամբ հայ մարդիկ, ովքեր որ աշխատում են այդպես առաքիչ, ինչի համար պիտի հնդիկները գնան այնտեղ, որտեղ որ տեղ չկա աշխատանքի։ Եվ իմիջիայլոց ներքաղաքական բանին շատ էսի կպնում է, էլի, ինչ որ հայտարարություններ են, չէ՞ անում, բանա, պիտի աշխատատեղեր բացենք, աշխատատեղերը կան, աշխատողները չկան, մարդիկ նստած սպասում են երբեք մի հատ շալվար կամ 20,000 տալու, որ ձեռները փող ֆռա, իրանք չեն գնում աշխատելու, իսկ այդ նույն հնդիկ, ասենք, ազգային բանը հենց շեշտենք, որով ռասայական բան չլինի, այո, օտարերկրացիներ են, գալիս են, մեկը մյուսին քաշում է, չէ՞ ընդ որում, հայերը ոնց են, գնում են, չգիտեմ, Ալտայսկի կրայ, բանա, զանգում են բարեկամին, մի հատ նրան ասա պարապ նստեն, ասեք գործ կա, թող գամ 3 ամսվա գործ անի, ոչինչ բանը, մեկը մյուսին քաշում տանում էր։ Հիմա նույնը էս մարդիկ են, ու նույնը բոլոր տեղերում է։ Թեկուզ Ամերիկա ասեն գնացողներ, որ քերին ընդեղա գնում են մոտը, բան, բայց դա որտեղից է գայս, այդ քաշել տան։ Շինարարության մեջ էլ լիքը հնդիկներ կան, ինչի, որտեղ մեր հայրենակիցները ՌԴ-ում են շինարարությամբ զբաղվում, փոխարեն գալու իրանց հայրենի երկրում զբաղվելու շինարարությամբ, դրա համար ստիպված հնդիկներին են վերցնում։ Քանի որ մեր հայրենակիցները ՌԴ-ում արդեն դարել են բան, իրանք պաշտոնի բարձրացում է եղել, իրանք արդեն օդրակչի են։ Առանց դիպլոմ գիտնական են։ Դրա համար էլ այստեղ չեն ուզում աշխատեն, էլի։ Հասկանում ես, որովհետև այ վարչապետը շատ լուրջ բաներ է տալիս, հենց երեկ էլ իր կոչի մեջ այդ լուրջ սիգնալը կար, էլի, որ ճիշտ է, մենք հարգում ենք մեր բոլոր աշխատողներին ու մշտապես ենք հարգում, բայց միևնույն ժամանակ աշխարհի ընթացքի հետ մենք պետք է անընդհատ չհալարենք, չքաշվենք ու վերապատրաստումներ անցնենք։ Եվ լավ կլիներ, որ դա բոլոր ուղղություններում լինի, ասենք ես հիշում եմ դեռ տասնամյակներ առաջ, երբ որ Եվրոպայից եկել էի ու բացատրում էի, որ այնտեղ կապ չունի, դու քանի տարեկան ես, անգամ, չգիտեմ, ցանկացած աշխատանքի մտնելու համար դու պիտի փոքրիկ մի հատ սերտիֆիկատ ունենաս, անպայման այդ վայրը կա, որտեղ գնում ես, հիմա նայած աշխատանքի բնույթից կարող է մի ամիս դու գնաս վերապատրաստման, թեկուզ մաքրուղու աշխատանքի համար։ Ու առանց սերտիֆիկատ քեզ չեն ընդունի։ Բայց այս ամեն ինչը ինչի մասին է նաև, որովհետև դատա իրավական համակարգ կա կայացած, որովհետև հետագա պահանջները մեկը մյուսի հանդեպ, փոխադարձ, չէ՞ որ պայմանագիր են կապում, չէ՞ աշխատանքային, որպեսզի փոխադարձ պահանջները ըստ օրենքի լինեն, որ ոչ աշխատողի իրավունքները խախտվեն, ոչ էլ բանը բիզնեսմենի գործը տուժի, հասկանում ես, այս սրանք իսկ օրենքները ինչ են, օրենքները նախ եւ առաջ, այո, բարոյական նորմեր են, որոնք որ գրված են օրենքի տեսքով, եւ եթե դու օրինապահ իրավապահ քաղաքացի չունես, միջավայրը քո այդպիսինը չի, հավատացեք բարոյականության նորմը պոլերին է լինում, դրա համար էլ մի հատ շրջան եկավ, երբ որ բոլորը բոլորին հայհոյում են ու հիմա մի քիչ բան է եղել, էլի պասիվացել է այդ մոտեցումը, չնայած կարծում եմ ես մի ամիս է հեսա էլի կակտիվանա, մեկը մյուսին էլ թուրք էլ ինչ ասեց ընտանիքի անդամներին, բանանել, թիրախավորել եւ այլն։ Այս ամեն ինչը հենց առաջին հերթին ոչ թե մենակ այդ մարդու դասիրակությունը կամ լեքսիկոնն է։ Չէ, առաջին հերթին այն ենթագիտակցումն է,
որ մեր պետության մեջ օրենքները չեն գործում, որովհետև օրենքի բացակայությունը բարոյականության բացակայությունն է։ Չէ, հետո օրենքը եթե աշխատում է ինչ որ մեկի համար, դա նորմալ է, բան է, ես առանձնապես տենց վերցնում եմ ինձ որպես քաղաքաց, բայց հենց օրենքը գալի եւ սա իմ դուռը, յախի, ոնց, ես խիտ, ես ինչ 37 թիվն է։ Հա, ասենք Սակոին բան արեք, հա, դա նորմալ է, ինչ է եղել Սակոն, բայց հենց գալիս ինձ է հասնում, չէ, գալիս է հարկ վճարելու, չէ, գալիս է ավտոբուսի երթևեկության համար վճարելու, չեմ վճարելու։ Դե Ունենք է, բայց այդ ամեն ինչը տասնամյակներով դաստիարակություն է մեր ուղեղի մեջ դրած։ Հիմա պետքա մտովի ամեն մեկս մեկ կանգնենք ու հետ պտտենք այդ անիվը, հա, կամ հետ պտտենք կամ այլ ուղղությամբ ամենայն դեպս։ Այդ անիվը պիտի կանգնացնենք ու տանենք իրավահպատակության ուղղությամբ։ Դրա մասին էր այսօրվա վարչապետի այն մի միջոցառումը էկո բարեկային ծառայության հիմա ես վստահ եմ, ասենք, այն շրջաններում, հա, Տավուշի մարզում, չէ՞ ոնց որ բացվեց հիմա այդ ծառայությունը։ Հիմա լիքը մարդիկ կասեն ոնց։ Էսի մեր անտառն է։ Երբ ուզենք դգնանք ցախը կդրենք, բերենք։ Ասենք, բայց երբ որ ասում ես, որ գիտես ինչ, եղբայր, դա մենակ քո անտառը չի։ Դա հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետության անտառն, ընդ որում այդ առաջնային օգտվողը դու ես, որովհետև փեշին դու ես ապրում։ Այդ թթվածինը, որ արտադրում է այդ ծառը, մենք բոլորս ենք շնչում։ Ասենք, որ տենց գնացինք։ Հետո էկո համակարգին ես բանը ամեն ինչի հետ կապված է։ Ես մի անգամ գնացի Մասիսում։ Ասենք, ավանակ ներկելով չի, էլի։ Ավանակին էսը կանդրադառնա կապը։ Բանը գնացի մի անգամ Մասիսում նկարեցի մի հատ հսկայական տենց, այն կիսալճային տարածքներ կան, չէ՞, որ բռնելու են գնում մարդու։ Չորանում էր, հսկայական տարածք էր։ Չորանում էր, որովհետև ձկնաբուծության բան էին դրել, են վերել այս կողմենքով։ Ուրեմն մի ամբողջ ֆաունա էր վերանում, ոչ միայն այդ լիճը ու միջի ձուկը։ Դրա հետ արագիլը։ Բե իհարկե։ Արագիլի հետ, չգիտեմ, այն մյուսը, այսինքն ամեն մեկը մյուսը։ Այսինքն գորտը, որը արագիլի սնունդն է։ Այսինքն ու այլ արագիլը այդտեղ չէր գալու տուն սարքեր, որովհետև սնունդին մոտիկ չի։ Չէ՞։ Մի խոսքով, մենք պիտի նայենք, նույնը այդ մեծ անտառը ինքը սա ոչ միայն Հայաստանի մոլորակի համար, առհասարակ էկո համակարգերը իրենք միջազգային կառույցների են ավելի ենթարկվում, էլի, ու պետությունները ունեն քվոտաներ։ Այո։ Այսինքն մթնոլորտային մթնոլորտ արտանետումների պահպանումը չի, այնտեղ նաև պետք է առհասարակ վերահսկեն անտառներում ուրիշ բաներ չկատարվեն, այնտեղ որսեր կան, արգելված որսեր, արգելված տեսականներ։ Որսագողությունը, Բայց որպեսզի հանկարծ ուրիշ բաներ չստացվի, ուզում եմ մի բան էլ հուշեմ, Մկրտչյան ջան։ Օրինակ շատ դեպքերում անհրաժեշտություն է որ քաղաքացին, բնակիչը այդ չոր փայտը, որը որ ջարդվում ընկնում է անտառը, հանի այնտեղից։ Այսինքն, եթե պիտի վառելու համար ոչ թե կտրի ծառ, այլ այդ չորը ցախը հավաքի։ Դա անհրաժեշտություն է նաև անտառին, որովհետև Աստված չանի, եթե ինչ-որ աղետ ալինում հրդեհներ բաման, դրանք հենց հանգիստ է, մեր հայ բնակիչը չի թողի այդ ծախը մնամ դե կհավաքի։ Չէ, շատ դեպքերում կտրում են, չնայած անտառ հատումները հիմա ոչ թե նրա վառելիք նյութ սարքելու համար են շատ օգտագործում, այլ նպատակներով ու բավականին մեծ թվով են կտրում։ Չնայած պետք է ասեմ հանուն արդարության, որ 18-ից էսկոմ, իսկ 21-ից էսկոմ հատկապես վերջին 1-2 տարին առավել եւս այդ ուղղության վրա լուրջ ուշադրություն է դարձվում։ Նույն Սևան ազգային պարկը, Սևան ազգային պարկը սկսում է շնչել, քիչ-քիչ ինչ կար, չկար քանդվել։ Սա հայրենասերները կենթանիները վերադարձան։ Չմոռանանք, հովազը վերադարձավ,
Այն օրը ես տեսա նույնիսկ շնագայլերը, որոնք վերացել էին մուֆլոններն են սկսում արդեն ավելի շատ անել, որովհետև այդ բանն է, շղթան է, էլի, սկսում է աշխատել։ Իսկ արի մի հատ հիշենք Սևանը, երբ որ փորձում էին սկսել կառավարել, ձկան գոյությունը այնտեղ, ինչի հանդիպեցին։ Հանդիպեցին նավակներով մարդկանց, ովքեր հարձակվում էին նույն էկոպարեքների վրա։ Եթե չանեին, այսօր առհասարակ չէիք ունենալու։ Իսկ այսօր արդեն պետությունը ասում է, այս ամսից այս ամիս հայտարարում ենք ձկնորսության շրջան։ Այսինքն պիտի կառավարվի։ Մենք պիտի դուրս գանք այդ բանից մի հատ առաջնորդ ունենանք, մենք մեր տարածքներում ապրենք։ Մենք հիշի, որ մենք վերացրեցինք Սևանի խեցգետինը։ Այո, որովհետև կառավարում չկար։ Այդ ժամանակ նավակներով հարձակվեիք մեկն ու մեկի վրա։ Չթողեիք։ Իսկ խեցգետին այդքան ասում են, չէ՞, Սևանը կանաչում է։ Խեցգետինը նաև սանիտար է։ Այո, նաև խեցգետնի պակասից է։ Այսօրվա դրությամբ խեցգետին չես կարող այնտեղ գտնես, վադալազն է մտնում, ջրասուզակ, հա, ջրասուզակ, ճիշտ ես ասում։ Ինքն է մտնում հատ բռնում այդ բաները։ Չկա։ Այդ էլ իր հետ ուրիշ բաներ է վերացնում, կամ կարող է բակտերիաներ բերիքցի տեղը, չէ՞, ամեն ինչ կարող լինի։ Դրա համար պետք է կառավարվի դա։ Եվ փաստենք, արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում մեր բնությունը, որը շատ ճաճանչ է, չէ, միշտ ամեն ինչ կա, միշտ ու ամեն ինչ։ Դրան գումարած նաև գոտիները։ Հա, ու այս ամեն ինչով հարուստ մեր պետությունը, փոքրիկ, բայց շատ հարուստ պետությունը, 2026 թվականին նոր ստեղծում է էկոպարեկ հասկացողություն։ Իսկ միջև այդ ինչ կա։ Սա մտահոգության մասին է։ Կար ինչ-որ մի հատ պապի, որը անտառապահ էր կոչվում, որ այդ խեղճ մարդը անտառը ես ծերից միջև հենցերը գնար, ստեղ արդեն ինչքան կենտանի կար, բան կանեն, կոչնչացնեն, չէ։ Տեղեր կար, որ հավատարիմ լավ պապիներ էին լինում, իրանց գործը սիրող, տեղեր կար, որ ես այդ պապիներին չեմ ասում, այսինքն այդ պապին ֆիզիկապես համակարգ չէր աշխատում։ Իր երկու ոտքերի վրա, անտառապահը, հա։ Մինչև այս ծերից հենցերը գնար, անտառները ասեն փոքր։ Հա, բայց արի վերադառնանք մեր ավանակին, որը էլի մայիսի 1-ին տեղի ունեցավ։ Հա, բայց ես բացել էր այդ տրոլինգը, պրոստը վատ էր, որ այդ խեղճ կենթանուն ճնշում էին, էլի։ Թե չէ խնդալու բան էին մտածել, էլի։ Չէ, ընդ որում դա ինչ-որ ստարտափի, ինչ-որ միջոցառում էր։ Հա, դա ինչ-որ ստարտափի միջոցառում էր, բնականաբար անունը չեմ տալիս կրկին, որ գովաշ չլինի, իրա լոգոտիպի մեջ կա զեբրի գլուխ, սենց ասեն։ Ու քանի որ զեբր չէ։ Իրանք բնականաբար որտեղից զեբրտի բերեին, նկարահանումներ էին անում, ֆոտոսեսիա էին անում, թե ինչ էին անում եւ այլն, սենց։ Իրանք գտել են ամենահեշտ տարբերակը, մի հատ էշա տիրոջ ավանակ պահող մի մարդու գնացել են գումար են վճարել, իրանք ասել են, որ դա էկոլոգիական ներկերով է, հանգիստ եղեք, կենթանում դա վնաս չի տալիս։ Դե ես չգիտեմ, մի քիչ կասկածում եմ, ներկա մնում էլի, ամեն դեպքում ասենք ներկի էկոլոգիականը որն է, այսինքն չգիտեմ, մտածում եմ, այդ ինչ պիտի լինի, տորտի ներք պիտի լինի, չէ, օրինակ։ Ուրիշ ինչ պիտի լինի, որ վնաս չտա, այդ տորտը մենք ուտում ենք, չէ։ Դատորեն է, կա քիմիական ծագումով, չէ, ներկերը, որ օգտագործում ենք կենցաղում։ Հա, եւ կա բնական, հա, ես հետ եմ ասում։ Դրանք թանկ են լինում։ Թանկ են լինում, բայց միշտ չէ, էլի, որ ասենք բան է, այդի օգտակար։ Ու հետո գիտես ինչ դες հետաքրքիր, ինքը շատ սիմվոլիկ է։ Երկու առումով։ Այդ որում ինքը հեչ զեբրի նման չէ, էլի, որտեվ փրչոտ, չէ որ զեբրը փրչոտ չի։ Մեզ լավ գնանք դատարի նորից երկուսը ասեմ, էլի ինչով էր իզված։ Կարճ դատար։
Վերադարձանք։ Վերադառնանք։ Բանը, բայց այդ փրչոտը որ ասացին, գիտես ինչ, Կովկասյան զեբրա, էլի փրչոտ։ Անտրաշ Անտրաշ զեբրա։ ու բանել շամշանել տուտ կակտուտ կարելի ասել Լավ, էլի շամշանի թողնենք, բայց բանը երկու թեմա այդ օրվա խորհուրդը էլի։ Առհասարակ գազանանոցը մեր ընկալումներում բանա, որ մայիսի 1-ին ա լինում, չէ՞ իրա պաշտոնական բացումը։ Կանա, ինչքա ես եմ հիշում։ Ճիշտ է։ Համ այդ օրվա հետ էր համընկել։ Համ էլ աշխատավորներ։ Ոնց է սիմֆոնիկ էր էլի։ Այդ խեղճ մարդիկ Էշի պես բանում ենք, որ այդ խեղճ մարդիկը հելել հասել են ներ։ Հա? Կենտրոնաբանական այգուց։ Այ ախպեր, դուք չգիտեք դուք քանիա ձեբր ունեք։ Այդ դրեք հաշվեք ասեք Միջը սա համացանցը ֆրաս նոր գազանալոցից ասացին, գիտեք մերը չի։ Մեր ձեբրերը տեղում են։ Այդ հայկական հավանակա փաստորեն ստացվեց։ Լավները ձեբրը։ Ընդ որում, քանի որ կենթանիներից խոսացինք, ես մի հատ առաջակ արագ անեմ, գիտեմ, որ դու էլ ես կենթանասեր, ես էլ եմ կենթանասեր, մանավանդ շների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ, այս վերջերս շատ է համացանցում, ընդ որում օտարազգիների կողմից տարածվում, թե տեսեք Հայաստանում այս ինչքան մարդասեր են, որ շները գալիս են պուլպուլակից ջուր են խմում, մարդիկ կանգնում սպասում են, մինչև շունը ջուրը խմի, նոր մոտենան, ու այնտեղ հարցադրումներ կա, լավ, այս շունը բոյով է, կարողանում է, բայց մենք տենում ենք, չէ, փողոցում լիքը կարճ շներ կան, որը ոչ մի ձև չի կարող հասնի այդ պուլպուլակին ու ասում է կան երկրներ, որտեղ եթե կա տենց ցայտաղբյուր, ներքևը ինչ որ թասի նման մի բան են անում, ջուրը գալի հոսում է թասի մեջ, այնտեղից գնում է կանալիզացիա, sense ասած, էլի։ Ես չգիտեմ, կան երկրներ, որ կան ցայտաղբյուր, որտեղ կան ցայտաղբյուրներ, փուշա գարացվում են, սեղմում ես, ջուրը գալիս է, բայց դե հասկանալի է, չէ, ջուրը ինչ ջուր է։ Բացի դա էլ, բայց առաջարկը լավն է, համ ինչի ոչ, մենակ փոքրերի չես, մեծերն էլ չեն, որովհետև ցայտաղբյուրից խմելը շանը հարմար չի։ Հարմար չի։ Իրան պետք է լճացած ջուրնի, որովհետև ինքը տեսել ես լեզվին, լեզուն սս թարս չաշկա է դառնում ու քաշում։ Քաշում, հա, ճիշտ է։ Շերեփ է դառնում, քաշում է, իսկ պուլպուլակի ու նորից հետա գալիս էլի է ուզում, Իսկ եթե ներքև, հա, ինչ որ յուրատեսակ ոչ կարելի է մտածել, փորձարկել մի քանի դեպք։ Ընդ որում դա էլ է շատ իմիջային բան, էլի։ Դե հա, մեզ պլյուս է, որ մարդիկ գալիս են, տուրիստները գալիս են, տեսնում են, թե այս ինտելիգենտ, ինտելեկտուալ շները հայկական, որտեղ լսի Ես օրվա մեջ 10 անգամ տեսնում եմ, վստահ եմ դու ես տեսնում։ Բայց գալիս են այդ կենթանիները, զեբրի վրով ասել։ Հա, սպասում են, կանաչ լույսը վառվում է։ Հա, հիմա մասնագետները կասեն շները գույները չեն տարբերում տենց, բայց իրանք այնքան խելք ունեն, որ սպասում են, հենց մարդ արարած անցնում է, գալիս են կողքով իրանք անցնում են։ Գույները չեն տարբերում, բայց այդ սվետաֆորի վրա մարդը ուրիշ ձև է, չէ՞ նկարած։ Հա Անցնողը մի քիչ ցած է կայնում։ Իմ կարծիքով գալիս է հետ անցնում է։ Հետո կենթանիների բնազդն է զարգացած, եկե կարող զգում է, որ իր ասելու վաղտ։ Հա, ամեն դեպքում շատ ինտելեկտուալ կենթանիներ են։ Երևանյան, հայաստանյան շները։ Բոլոր կենթանիներն էլ մեր մոտ ինտելեկտուալ են, բացի որոշ լրագրողներից։ Հա, ցավալի բան է իհարկե։ Ես թողիզներ են տենց նկարագրության համար, բայց ուրիշ ոնց ասես։ Ինչ ասես մարդուն, լավ, հեռուստատեսություն, հա, չընկնենք։ Հիմա ասեմ մոտավորապես ինչ նկատում եմ։ Ասենք այսօր Կիրանցում եկեղեցու արարողություններ ներկա է նաև վարչապետը, նախ Կիրանցում, եկեք ուշադրություն։ Կիրանցի եկեղեցին այսօր Օսման արարողություններ։ Այսքան դե 50 մետրի վրա հակառակորդ երկիրն է, չէ՞։ Ես չես եղել դու։ Այսքան ես միջև սահմանազատումը ինչքան որ գնացել եմ, այդ շալարի նման բան կա։ Հա, դա եմ ասում։ Ըստ էս սեղանն է 5-10 մետր, 5 մետր։ Հա, լավ։ 5 մետր։ Ներքևի հատվածում մի քիչ շատ ես կոնում, բլինդաժ էլ կար մի հատ։ Ես սաղ նկարած ունեի, այդ օրերին շուշուտ էի գնում, որովհետև ինձ էլ պետք էր հասկանայի
Դե գիտեք ինչ Փաշինյանը ինչքան կարար մանրամասնում էր, բայց այս ընդդիմադիրները նենց են շատ բան լղոզում, ու այդ մանրամասները շատ դեպքերում փակ տեղաբնակների հետ փակ խոսակցություններով է լինում շատ չեր հրապարակում։ Ես որքան էլ որ վստահում եմ պետության ղեկավարին, այնուամենայնիվ որոշեցի գնամ տեղում ուսումնասիրեմ, որովհետև իմ հաղորդմանը շատ էր հարցեր գալիս։ Ոսի գնամ ուսումնասիրեմ գամ մարդկանց իմանամ ինչ եմ ասում։ Գնացի հենց այդ միտի այս շոմազ գողոնի ժամանակ, բան մեջներով էլ հենց որ ֆորում է իրանք էլ ինձ տեսնում են, ոնց որ թուրքը խոզի մասին տենց էին նայում։ Հեսա մանավանդ որ ինձ էլ ծանոթ էր այդ տարածքները, Շոպաներ Սաֆարյան իր ընկերների հետ էր այնտեղ ու ինքն էլ հյուրեր ուներ, որ պիտի մի հատ էլ ուրիշ բաներ էլ ցույց տար իրանց հետ էլ տենց լավ շրջեցինք, ուսումնասիրեցինք եկանք։ Ամեն դեպքում Կիրանցի եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում է։ Ու այդպես էլ պիտի լիներ, վստահ ենք դրանում, բայց օրինակ ուժեղ Հայաստանի տիկին Մելոյանը, եթե չեմ սխալվում, ասում մինչև այս վերջերս չգիտեր, որ Կիրանցը Հայաստանում է, ոչ միայն եկեղեցին, այլ գյուղը ընդհանուր։ Մարդը նստել էր, հաղորդման հյուր էր, ու ասում է, բա Կիրանցը տվին թուրքերին։ Մի քանի օր առաջ։ Աչքովս ընկել։ Գիտեք ոնց, ուրիշ բան է, երբ որ լրագրողները որոշ պրոպագանդա են տանում գումարների դիմաց, իրանց աշխատանքն է այդպեսի են ու իրանց տերերին շատ լավ գիտենք, բայց ուրիշ բան է պրոպագանդան, ուրիշ բան է դեզինֆորմացիան, ուրիշ բան է մանիպուլյացիան։ Մանիպուլյացիան դա ըմբռնելի է, դու ձևակերպումդ կարող ես մի քիչ սենց անես, նենց անես, չէ, որպեսզի քո նպատակը, քո դրած նպատակին ասես։ Իսկ դեզինֆորմացիա է։ Կեղծ, սուտ բան է։ Ու իրանք այնքան են իրաց դեզինֆորմացիաներին ու մանիպուլյացիաներին տրվել, արդեն իրանք են անգամ կորցրել կապը իրականության հետ։ Իրանք սկսել են հավատալ իրանք վարորդի վրա շիշ շպրտող կինը, որ 3 տարի առաջ էր շպրտել։ Օրինակ, դեզինֆորմացիա, չէ, դա տեղի ունեցել 3 տարի առաջ։ Բայց վերցում են որպես այդ օրերին, որ sense ինչ-որ բաներ տեղ ունեն, դրեցին։ Դե տեսեք, իրանք սկսել են հավատալ իրանք ստին։ Հասկանում եք, ու կորցրել են կապը իրականության հետ։ Զուգահեռ իրականությունում ապրում են ու հայտ են ներկայացնում մեր բոլորիս պետության կառավարման ղեկը վերցնել իրենց ձեռք։ Ասենք, չկա sense բան։ Հիմա նույնք իրանցում են մի լրագրող մոտեցել է Գեղամ Նազարյանին։ Ես կիսատ էր դրած ճիշտն ասած։ Ես չգիտեմ ինչից է սկսել։ Ինչի է վերածվել։ Բայց այն հատվածը, որը որ դրված էր, որտեղ որ իրանք էլ էին sense յազվի նման գնում, Գեղամ Նազարյանն էլ հունից դուրս եկավ, բայց գիտեք ինչու։ Մի հատ տեղ կար, երբ որ կանգնել ասում ես մարդուն ասում ես, դու հենց հիմա պղծում ես քո որդու հիշատակը գերեզմանը շիրիմը։ Ասենք, լավ, դուք երեխա ունեք թե չունեք։ Դուք հասկանում եք հորը դուք ինչ եք ասում, ես դեռ ասում եմ, ասես բոլորի երեխաներին առողջություն տա, անգամ եթե երեխան ողջ է, հորը իր երեխու մասով բան ասես, երեք կարող է վերցնել թարսկես տնգի այդ հողի մեջ, ուր մնաց զոհված, հորը ասում ես իր զոհված տղի մասին, ու ասում ես պղծում ես, դուք, չգիտեմ, մտածում եք առհասարակ, մտածել չէ, Արդ միլի վարկյան գոնե մտքներով այդպես բան անցնում, հա։ Գիտեք բարոյականություն ինչ անշ։ Տես, Մկրտչյան ջան, ես Գեղամ Նազարյանին ինքս մի 3 տարի շատ կոպիտ քննադատել եմ։ Շատ կոպիտ։ Ու ամեն անգամ նու քննադատել եմ, որովհետև իր ներքաղաքական գործունեությունը քննադատման ենթակա են, ոչ թե որովհետև ընդդիմադիր է, որովհետև ինքն էլ էր ապրում այդ սուտ իրականության մեջ ու անտուփ միջև վիրավորանքներ բաներ ու ամեն անգամ ասել եմ պարոն Նազարյան ես ձեզ զանազանում եմ մնացածներից որովհետև ձեր որդին մեր տղեն է ու ես չեմ կարա ավելին ձեզ անեմ այս բանը մի արեք այսի լավ բան չի այսի սենց այսինքն այն կոռեկտության բաներ ես չեմ կարա անցնեմ գոնե որպես հերոսի հոր ու բացի հետ էլ ես անընդհատ զգում եմ, որ ինքը մի քիչ ուրիշ ձևի է։ Հասկանում եք, բայց անձնական վիրավորանքի դաշ չենք մտնում, չի կարելի։
Դու պիտի դա գիտակցես։ Այս վերջերս Կիրակոսյանին հյուրեր տեսանք։ Զրուցեցին կահագին, անգամ նկարվեցինք իրար հետ, որովհետև ժամանակին հա ես քննադատել եմ։ Բայց քննադատելն ուրիշ է, հարցադրումներ անելու ուրիշ է, մարդու սրբագույն նուրբ լարերին կպնելը, դա լրիվ ուրիշ բան է։ Ու սա անում է լրագրողական համայնքը։ Ինձ հետաքրքիր կլիներ Սաթիկ Սերյանյանը ինչ գնահատական ունի այս ամեն ինչի հետ կապված։ Իմիջիայլոց Եվրոպայից այս գումարները որ պիտի գա նաև այս առումով, չէ, որ մարդկանց ընտանիքների անդամները չթիրախավորվեն հանրային հրապարակային գործիչների, քաղաքական գործիչների։ Ի վերջո ինձ թվում է այդ ամեն ինչը պետք է ունենա առաջին հերթին օրենսդրական կարգավորում։ Ես չեմ։ Այդ հայհոյանքը, սադրանքը, չէ, ինչի համար է, ասում ես չէ։ Պետք է օրենքը գործի։ Բայց ես չեմ կարծում, որ օրենքներով է դա հնարավոր։ Այստեղ ես ուզում եմ, որ օրենքը գործի, ով որ իր մեքենայից սիգարետի կտորը շպրտում է դուրս, լավ դաժան ու գանք լինի։ Ոնց ես վերահսկում։ Երկրում ասենք հարյուրավոր քաղաքում հազարավոր կամերաներ կա։ Լավ, դու կամերայով չէ, դու պիտի տեյնա, բանը, որ դու գանի։ Քո բոլոր խաչմերուկները ոստիկանների կողմից չի վերահսկվում։ Արի մատ ուրիշ բան ասեմ։ Ես համաձայն եմ, ես ուզում եմ տեսնել, բայց ես ինչպես չեմ պատկերացնում։ Ստեղծում են մի անգամ էլ ասեցի 10 կարգախմբեր, 10, որը ուրիշ գործով էլ է զբաղվում, բայց քաղաքում էլ է պատտվում։ Տեսավ որ շպրտեց, աղբը շպրտեց ոչ միայն սիգարետը, ինչ ուզում ա լինի։ Վերջ կանգնացրեցին, տուգանեցին։ Չի լինում մտել։ Այն որ դու գնում ես դեմիցդ մեկը գնում է ծուխը կապում է ու դու խեղդվում ես։ Ախր այդ մեքենան չպետք է շահագործվի։ Այտենց որ անենք, մտածենք, բոլորս դե ադե մարդ հա, ընտանիք հա։ Չէ, ես դրա մասը չեմ։ Հացի խնդիր ա լուծում։ Բացարձակ, հիմի տես, հասարակ բան եմ քեզ ասում։ Երեք մեր շատ լավ կոմպոզիտորներից մեկին, երգիչ կոմպոզիտոր Ռաֆի Ալթունյանին, ում ստեղծագործություններով ես մշտապես հիացել եմ, ամենաճաշակով ստեղծագործողներից, հա։ Աչքովս ընկավ Նյուզեյեմը մի հատ նյութ ա գցել։ Ռաֆին ըստ էության մեքենան ոնց հասկացա հետևից գալիս խփում են։ Դե միջև ապա պարեկներ բաման, այս մարդիկ գալիս չափ ու ձև անում են, վերջնական արձանագրելու համար ասում են ձեր մեքենաները տեղափոխեք այս կողմի վրա, որ չխանգարի, միջև այս բաները արձանագրությունները կվերջացնենք, քաշում են արձանագրությունները վերջացնում են, մարդիկ տեսնում գալիս են։ Նյուզեյեմը նկարում է հերվից մեքենան, այդտեղ կայանած ու այս իր ձևակերպումներն եմ ասում, ես Ռաֆին լավ ճանաչելով գիտեմ, ինքը կարա սիմպաթիաներ ունենա, քաղաքական պատկերացումներ էլ ունենա, բայց իրան մի քիչ տենց ձևակերպում տալը իր չի կարելի, էլի, որ բանը, այս բանը նիկոլական բանը հայտնվել է ոստիկանների թիրախում հարցականով, այսքան կոնկրետ զրպարչական ինքը բնութագիր է, զրպարչական բնութագիր է։ Հիմի կարա մարդը վերցնի, մտի դատարան, ասի սենց զրպարտել են։ Այս դատը գնում է մի տարի ու կես, պահանջը որ նա ներողություն ասի։ Իրան չեն դատելու։ Իր տարի ու կես հետո այդ Նյուզեյեմը մի հատ որ գիշերով գրի ներողություն, էլ ոչ բոլորը այսօրվա տրամադրությունները մոռացած են լինում արդեն։ Ու շատ անտեղի է դա դառնում, թեկուզ ասենք ինչ որ պահանջել հետը լինի, հասկանում ես, դառնում է ինքը արդեն մոռացված թեմա ոնց որ, բայց մաղձը այսօրվա մնացած է լինում։ Հիմա ես դրա համար եմ ասում, չի ստացվում եւ նրանք դրա համար են առիթավորում։ Այստեղ ոչ թե պետքա գնալ այդ լրագրողին, չգիտեմ, դատի տալ կամ բան, այլ պետությունը պիտի 1000 ներողություն, վաղուց սրանց հովանավորողները պիտի, չգիտեմ, որտեղ նարրևի վրա պիտի քնելուց լինեին, պիտի իրանք սպասեին, որ մեկը իրանք բուլյոն բերի խմեն, հասկանում ես, խնդիրը հտեղ է, եթե դու ընկնես
մոծակներին վերացնելով ես շատ եմ սիրել պարոն Ասպետյան։ Դու լավ բան ես ասում, բայց կիսատ ես ասում։ Բոլորը գիտեն, այդ ամեն ինչի համար պետք է օրենքը գործի։ Պետք է օրենսդրական կարգավորումը լինի։ Ապրես, բոլորս գիտենք ոնց են որտեղից են ֆինանսավորում, բայց պետություն ջան, ինչի՞ չես պահանջում, որ ինքը քեզ ներկայացնի հրապարակային իր բոլոր ֆինանսական հոսքերը։ Թեկուզ իմ համար չէ, քեզ համար։ Հա, դե դրա համար օրենքը աշխատացրել։ Իշխանությունը խոսում է ժողովրդավարությունից, լավ է անում, ու ինքը իրան պահում է ժողովրդավար։ Մկրտչյան ջան։ Իր անգամ ներսի իր կուսակցական, ներկուսակցական ընտրությունները բոլորը եղել են բաց հրապարակային, ամեն ինչը ֆինանսական հոսքերը, ամեն ինչը։ Գիտես ինչի։ Որովհետև օրենքը դա է պահանջում։ Հա։ Հիմա այդ նույն կուսակցությունը իշխանությունը ու այդ օրենքը որ դա պահանջում է պիտի ստեղծի միջավայր որ այդ օրենքը բոլորից պահանջի դա 129 կուսակցություն կա շատ է քիչ է ես դնում եմ մի կողմ Քիչ է հա մենք կարանք 500 խփենք ռեկորդներ սաբալենք բանա շատ ու քիչ է դնենք մի կողմ բայց ամեն կուսակցությունում հա նույն մարդը մի 5 կուսակցության անդամ է։ Մենք որոշել ենք Այսինքն, եթե 1000 միտքս պիտի ավարտեմ, բկրճան։ Եթե ստուգում սկսեն իրականացնել կուսակցությունների բանով, կուսակցություններ կան մարդ կուսակցություններ են, այնինչի կպիտի առնվազն 300 մարդ իր անձնագրով գրանցած։ Պոպոկ պնդուկ կուսակցություններ էլ կան, հա։ Ինչի համար չի արվում։ Այդ նույն ձևով հեռուստատեսությունները ամենակի ալիգարխ ու նախքին եսիմ ինչ մատ ցույց կտաս կապեն կուսակցություն արի մեր գործընկերային բանը պահենք ամեն դեպքում մենք էլ ենք ամեն դեպքում չէ մենք էլ ենք հեռուստատեսություն ենք թող կան պահանջեն ես ուզում եմ թեման փոխենք դու տեսար սրանից մի շաբաթ առաջ ինչ արեցին մերոնք Վրաստանում մեր ծանրամարտիկները ու ըմբշամարտիկները հա բայց դու հասկացար ինչ արեցին Ես գործ արեցի ես օրինակ ուզում եմ ես գործը լավ արեցի եկան ես ուզում եմ քննադատեմ հա ախր տես չի լինում գնում եք ինչքան մեդալ կա հավաքում եք ձեզ հյուրի պես չեք պահում տանտիրոջ պես եք պահում հետո մենք գնում ենք մեզից հետ են ստալ այդ խեղճերը մի հատ շտանգիստ ունեին լավ այն էլ հիմա չի մասնակ տաշա Կախալաձե Կալախաձե հա վերջը տաշա էր չէ թե հա տաշա կախալաձե տաշա թե լաշա Զանգեմ տղից հասնում Չէ լավ չէ հասկացանք ինչի մասն է խոսքը Հասա Իրանք այդ մի սպորտսմենը ունեին ու հիմա մերոն գնացին ինչ կար չկար հավաքեցին Յաշա Տալախաձե Յաշա չէ Ինչ կար չկար հավաքեցին եկան ու ես կարդում եմ այդ հրապարակման տակի վրացու տեքստը Հա Զատո մենք ունենք լաշա Зато, да, или? Зато առաջինը մենք ենք Քրիստոնեը։ У нас самое хорошее вино։ Մոտավորապես այդ պատմությունը։ Зато у нас чай хороший։ Չէ, դա այն մյուս հարևան, դա մյուս հարևան։ Հա, այսքան վրացական թերու կար, ճիշտ է։ Ալո։ Հա։ Դե հիմա ես դա եմ ասում, էլի, ասենք, գիտես ինչ, էսի ցուցիչ է։ Երկրի իրական վիճակի ցուցիչ է։ Չի կարա չկայացած, չգիտեմ, սոցիալական վատ վիճակում գտնվող, չգիտեմ, ինչ երկիրը սենց արդյունքներ գրանցի։ Ես ուրիշ բան էլ կարամ ասեմ, նախ քանի որ խոսում ենք սրանից ու ժամանակը վերջանում է մեր օպերատիվ լաշան չենք հասնի ճշտը, բայց դու այնտեղ տեսար, որ կային մարզիկներ ու մենակ այնտեղ չէ, շատ են արդեն տարբեր մրցաշարերում երևում մարզիկներ, ովքեր առանց դրոշ էին ներկայանում։ Հա, այն մեր այն բաները ճակերտա ու բարեկամները։ Այդ գիտեք այն Մայրիկ ֆիլմը որ կա, որ գնում են այն որ պեչատ է խփում անհայրենիք։ Հա, Նանսենյան անձնագրերը։ Ուրեմն
Հիմա այդ մարզիկները ցավոք սրտի այդ կարգավիճակում են հայտնվել իրենց պետության վարած քաղաքականությունների արդյունքում։ Հիմա սիրելի իմ շատ սիրելի մարզիկներ, մեր չեմպիոններ, փոխ-չեմպիոններ, բոլորիդ շնորհավորում ենք, նրանց ում մոտ որ չստացվեց կամ իրենց ուզածը չստացվեց, միևնույնն է, մենք ձեր հետ ապրում ենք, մեկը մեր աշկից ընկնելը զոռա։ Վրացու ռեկորդն էլ մեկը խփելու է։ Հաստատ։ Բայց ես ուզում եմ մի բան հասկանանք, որ հեսա լինելու են ընտրություններ։ Ու եթե մենք հայտնվեցինք ռուսական զամբյուղում, ցավոք սրտի ինձ թվում է որոշակի սանկցիաներ կլինեն, որտեղ որ մենք էլ դրոշ չենք բարձրացնի։ Այնպես որ ես խնդրում եմ, որպեսզի մեր մարզիկները իրենց անձնական հարաբերությունները ունենալով տարբեր մարդկանց հետ, ես չեմ ասում խզեք, բացարձակ, բայց անձնական հարաբերությունները, փոխադարձ հարգանքները չբերել դնել քաղաքական ընտրության բանի մեջ, որովհետև դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ։ Շնորհակալություն, եղբայրաբար եմ սա ասում։ Դե ինչ եթերում սև ու սպիտակներ կհանդիպենք։ Ամենայն բարիք։